աշնան ինքը գործողությունների անցնի, սովորաբար ամռանը այսպես շատ ավելի ջերմ բան հայտարարություններ է անում, հետո աշնանը սրացում եւ տեսել ենք 2-3 անգամ Ադրբեջանը աշնան անցել է ռազմական գործողությունների եւ նմանեցնում էին ֆաշիստական Գերմանիա, երբ որ փորձում էր վերցնել Լեհաստանը, ասում էր տարանցիկ այս ճանապարհը պիտի տա սատա, երբ որ ինչ որ դիմադրություն տեսավ, հարձակվեց նրա վրա։ Հիմա հնարավոր է որ այդ պահանջները շատ ավելի սրվեն եւ դա պատրվակ լինի հերթական անգամ հարձակվի Հայաստանի վրա։ Ամեն ինչ հնարավոր է, բայց դա միայն իրենից կախված չի, դա մեծապես կախված է նաեւ Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններից, եթե Իրանի շուրջ զարգացումների ինչ-որ սցենար երևակվի, որ Իրանը պարտվելու է։ Իրանը պարտվելու է, իրանական գործընթացը, իհարկե հույս ունենանք, որ նման բան չի լինի, Ադրբեջանը անշուշտ այդ առիթից օգտվելու է, կարող եք չկասկածել ոչ մի րոպե։ Ուղղակի հիմա խիստ անբարենպաստ է իր համար, նույնիսկ Զանգեզուրի Միջանցքի մասին շատ խոսել է, որովհետև Իրանի գործոնը չափազանց ուժեղ է եւ Միջև ընտրություններ Միջև Միացյալ Նահանգների ընտրություններ, թե։ Չէ, այս հարձակումներից հետո, պատերազմից հետո։ Դե իրենք սպառնում են թե թրիփինգ խփեն, բայց շատ կոնկրետ ինֆորմացիա ունեն, որ Արցախից է, չէ, Ադրբեջանից է իսրայելական թերթիլները, բայց այդպես էլ այդ ուղղությամբ քայլեր չի անում։ Իրանի դեսպանի վերջին հարցազրույցը ասուլիսը տողատակերով այն մասին էր, թրիփեստեսկով չի գործելու մի խոսքով, ես վստահ ասում եմ։ Այս պարամետրերով որ համաձայնեցվել է, գործել չի կարող։ Այն ժամանակ էլ եմ ասել, հիմա առավել եւս պնդում եմ, եթե որևէ մեգա նախագիծ իր հիմքում չունի տարածաշրջանային բալանս ուժերի հարաբերակցություն, ինքը գործարկվել չի կարող։ Ուղղակի Իրանի Իսլամական Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը այս պարամետրերով թրիփի շահագործումը թույլ չեն տալու։ Դա կարող է միանշանակ վստահ լինել։ Մեկը մի քիչ կոշտ ռետորաբանությամբ, այլ բան, որ ինչպես դեսպանն էր ասում հարգարժան, որ այնպիսի մոդել ստեղծվի, որը Թերանում եւ Մոսկվայում համոզմունք ստեղծի, որ այդ նախագիծը աշխարհաքաղաքական առումով իրանց դեմ չի։ Իսկական Վաշինգտոնը, Թերանը, Մոսկվան գան ընդհանուր համաձայնությունների, ինչը տեսականորեն եկեք չբացառենք։ Այդ ժամանակ խնդիր չի լինի։ Բայց մաքուր թրիփ օգոստոսի 8-ի ստորագրածով կամ մաքուր թուրքական Միջանցք այս ստատուս քվոյում, երբ որ Իրանի դերը այսքան մեծ է, հնարավոր չի կիրառվի։ Շատ լավ, եւ մի հարց էլ ես բոլոր հյուրերիս հարցնում եմ, ինչ որ մի փուլում ասում էին Նիկոլի համար վտանգ է այս գերիների վերադարձը, որտեղ հեղինակություն ունեն, ազդեցություն ունեն եւ այլն։ Հիմա, երբ որ թվում է թե բոլոր հարցերը մեծ հաշվով ինչ որ հարցեր լուծել է, ընտրությունները կարողացավ, հիմա կասեք դե լեգիտիմ չի այնուամենայնիվ հարցը ինչ որ է, հարցերը լուծել է, մարդուն կարմիր բանը տվել են, ասում են գնա ազատ ես, կանաչ ճանապարհ են տվել, ասում են արևմուտքը ասում է ազատ ես, բռնաճնշումները կա, քաղաքավանտարկյալներ, այսպես ասած ոնց որ թե հանգիստ վիճակում է։ Ինչն է խանգարում իրեն, որ Դավիթ Իշխանյանին ասել են, որ ձեր երկրում չեն ուզում, որ Բաքվից գերիները վերադառնան։ Ուրեմն եկեք ես ասենց ասեմ, ռազմագերիների հարցը իր համար երբեք էլ այդ մարկանց ներքաղաքական ազդեցության առումով վտանգավոր չի։ Դա ի՞նչն է, բան, դա իլյուզիա է, ուրեմն տեսեք, ձեր կարծիքով ինքը կարողանում է Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Սրբազանների պես Ռուբեն Վարդանյանը չպետք է կարողանար, համաձայն եմ։ Մարդկանց ձերբակալի, որոնք Հայաստանում եկեք շատ անկեղծ լինենք, շատ ավելի ազդեցիկ են, Չէ, հատկապես որ վերջին մի քանի տարին այնպես են լծվել իրենց քարոզչական, այնպիսի մի այլանդակ քարոզ է գնացել, Բաքու այն շանը հիշում եք Ամերիկայից որ հաչում էր, ինչ այլանդակ քարոզ է գնացել Բակո Սահակյանի դեմ, Արկադի Բոլորի դեմ է գնացել, եկեք սենց ասեմ, ասկի ես չեմ կարում Սորոսական շունը, որ վերջերս նստած էր, ինչ էր դնում։ Ես չեմ կարծում, որ ինքը այդ նկատառումով այդ հարցով չի Այլ ինքը միջազգային հարթակներում վախենում է որևէ թեմա բարձրացնել, որը Ալիևին դուր չի գա։ Այդ կոնտեքստում էս հարցը տեսեք։ Թե չէ, բանը ուզում եք համոզեք, որ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան կալանավորողը Ռուբեն Վարդանյանի կամ Հայելի, այսինքն դուք եք գիտեք, ես է գիտեմ, որ
Կամ էլ Սրբազանների։ Այսինքն չի ուզում Ինչի հարցերին, Բագրատ որտեղ- կամ Միքայել Սրբազանների Իհարկե, ազդեցիկությունը այո, քիչ էր եւ կամ հեղինակությունը։ կամ հեղինակություն, կամ այն այլանդակության նա ասե, որ կինա կալանավորում։ Կին։ Ժա։ Այսինքն դուք կարծում եք, որ ինքը պիտի շոր տաբուներ ունի, շոր զգուշանում էր եւ Ճիշտ եք, մանավանդ որ համաձայն եմ, հասարակությանը նենց են թունավոր է, որ առնվազն երկփեղկված է հասարակությունը։ Դա համար ես ավելի հավանական է, որ Համաձայն եմ, չի կարելի թեմաների շրջանակ կա, Բաքվից թելադրված։ Ինքը կաշկանդված է։ Այդ թվում նաև Բաքվի բանտում գտնվում։ Այո, այո, առաջի հերթի, Այսինքն որտեղ կարող ենք համարել, որ քանի Նիկոլ Փաշինյանն է, այդ գերիների հարցը ամբողջությամբ փակված է։ Գիտեք, եթե որևէ աշխարհակաղակական Դե տեսանք, եթե ընտրություններից առաջ անգամ Տեսեք, ոչինչ չարվեց, որ նախ եկեք մի հատ գերիներին շատ վերել։ անկեղծ բան եմ իմ ասելու։ Այն բոլոր ռազմագերիները մեր եղբայրներն են, հիմա այս հայտիների անհայտիների իրաց չեն բաժանի։ Բայց այնուամենայնիվ եկեք մի քիչ տարբերակում մտցնենք, հա, կան հայտնի անուններ, ռազմաքաղաքական ղեկավարություն, Գեներալներ են, այո, կան սովորական քաղաքացիներ։ Եթե իրոք Հիմա ինֆորմացիա մարդիկ ես ձեզ ամենայն պատասխանատվությամբ ասում եմ, որ Ալիևը ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակելու հարցը Փաշինյանի չել քննարկի։ Իրանց հարցը մի քիչ ավելի լուրջ է, ինքը այդ հարցը պատրաստ կլինի աշխարհակաղակական որևէ կենտրոնի հետ քննարկել, եթե ինչ-որ առևտրի խնդիր ունենա։ Բայց սովորաբար այդ հարցերը ոնց են քննարկում, եթե դուք նայում եք հիմա Ռուսաստան եւ Ուկրաինա։ Աշխատանք Չէ, սպասեք, բանի Պուտինի ընկերը այնտեղ ինչ որ Լսեք, Զելենսկու ու Պուտինի համար իրանց քաղաքացիները շատ կարևոր են։ Շատ հանգիստ Շատ կարևոր են իրանց քաղաքացիները։ Իրանց քաղաքացիները։ ոտով եկի գերի էին, Ես ասում եմ Նիկոլ Փաշինյանին, Դիակները մնացին Նիկոլ Ջերմուկի բարձունքի Փաշինյանին վրա Ալիևը հայերների, թույլ չի տա այդ գերիների- խնդիրը բարձրացնել, Ալիևը այդ խնդիրը, եթե աշխարհակաղակական որևէ կենտրոնի հետ առևտրի անհրաժեշտություն ունենա, այդ առևտրի շրջանակում։ Ես ուզում եմ ասել, որ եթե Նիկոլը ցանկանար, իհարկե Եթե հնարավորություն է։ ցանկանար։ Քանի անգամ է Եթե շանս եղել, որ այդ ցանկանար։ մարդկանց գերեվարեն ադրբեջանցիների Լսեք, եւ անգամ փոխանակեն։ օգոստոսի 8-ին նման շանս կար, եթե Թրամփի հետ նորմալ բանակցություն Այո, բացարձակ այդ հարցը չի Ուղղակի բարձրացել։ ասեցի, որտեվ Ալիևը ասել է այդ հարցը չբարձրացնես, որտեվ այդ հարցը Ալիևի համար առևտրի թեմաներից մեկն է, աշխարհակաղակական կենտրոններից մեկի հետ։ Այդ չէ բերի, վախենա, չէ, այդ թողենք։ Չէ, բայց եթե այստեղ լինեին գերիներ, այդ ոնց էր փոխանակեր, չէ՞, Թուրքիայի հետ մարդասպան Դայիչին տվեց, այնուամենայնիվ Հասկացա, բայց կարող էր, չէ՞։ այդ չկա իրանց օրակարգում։ Մի անգամ արդեն բանը քաղաքական առումով պրաշլյակա, չէ՞, դա այդպես տերմին կա գողական կներեք։ Արեն Սիմոնյանն է, որ իրանց թիմում քաղաքական պրաշլյակա դառը, այդպես մի հատ ասել է, չէ՞ որ այդ թեման իրանց առաջնահերթություն Չէ, որ հասկանանք, էլի բանն ինչու՞մ է, թե չէ։ Չէ, գանստեղ ինչ-որ բան չէ, լավ է այդ։ Ես էլ եմ համաձայն, որ Հա։ այդպես չի, այսինքն մենք ոնց պատտում ենք, էլի գալիս է նրան, որ եթե այս մարդիկ իշխանություն են, ապա ունենալու ենք այն եւ ավելի Անդադ նվաստացման թեմա ենք ունենալու։ Ես այդ գերիների հարցը մեզ նվաստացնելու ամենա Եվ մեզ էլ մի կողմից նվաստացնում է, մյուս կողմից է վախեցնում է, ռեալ իրատեսական չի, որ Տեսեք ասում է, ադրբեջանցիներին բերի։ տեսեք, այդ մահակա մի ձեռքից պահած։ Բայց 300,000 ադրբեջանցիներ են։ Բայց ուզում եմ ասեմ, համ վախացնում, համ առևտուրան։ Բայց չէ, մի միլիոնանոց հայերի բանը մահակը չի պահում, ասի, Դե բա որ այդ հայերը կամ Բաքու, բա որ այդ հայերը ուրիշ սարսափելի բան Ինչ ասել։ սարսափ, հա։ Ոչ մեկ չնկատեց, անցավ գնաց։ Եվի բան լարված օրեր է դրանից է։ Նիկոլ Փաշինյանը առաջին անգամ մի հատ սարսափելի բան է արել։ Անկլավների հարցը կապել է Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման հետ։ Այսինքն հələ տեսեք ուր հասանք։ Մի ժամանակ ասում, տեսեք, ես ուզում եմ մի հատ այդ էվոլյուցիան խնդիր դիտարկենք, էլի։ 2022 թվին ասում էր Արցախը զիջել են, Արցախը, որ մեր տարածքային ամբողջականությունը վերականգնվի Հայաստան։ Չէ, էդ էր։ Չէ, Արցախը չիտեն, որ Սյունիքը չտա, Այլ Միջանցքը որ չտա։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնվի։ Հայաստանից Հայաստանի տարածքային ամբողջականությունը չխաթարվի։ Այնվա գինա Արցախներ։ Ֆրազ, փաստորեն տեսեք 4 տարի հետո բանից պարզվեց Տիգրանաշենն ու այն մյուս 3 գյուղերն էլ պիտի հանձնվի, որպեսզի Ջերմուկից ադրբեջանցիները դուրս գան։ Դե բնականաբար դուրս չեն գալու, ոչ Արցախաշենը այդ վերադարձվելու, այդ
Այդ այն սուտն էլ ասես, ադրբեջանական դրամի եւ քարտեզների վրա ոչ մի առանձնացված գույնով էլ Արցվաշենը ներկայացված չի։ Այդ սուտն էլ չգիտեմ, այդ սուտը Դեպի երեք կողմից շրջապատված Ադրբեջանը անգամ այդ 90-ականներին ինչի չեն ազատագրել, որտեղ այդպիսի խնդիր է եղել։ Այսինքն ստիպված պիտի նախ շրջապատված, հետո ստիպված ես իմ քանի քաղաք այդպես կարողանային վերցնել, Արցվաշենը հնարավոր չի, 12 կիլոմետր Հայաստանից հեռու է գտնվում։ Արցվաշենի պաշտպանության կազմակերպիչներից մեկը հրամանատար եղել է իմ լուսահոգի ընկերներից մեկը Սմբատ Այվազյանը, որը բացատրում էր, որ բարձր ղեկավարության մակարդակով քննարկվել է, որ դա զուտ իրատեսական չի, մարդուժի կորուստ ունենալու եւ այլն, ի վերջո որոշվել է այլ լուծումներ գտնել, համենայն դեպս այդ լուծումների արդյունքում Հայաստանի տարածքը մեծացել է, ոչ թե փոքրացել։ Այն որ գտել են այդ ժամանակ։ Դրա համար էլ հիմա ինչի համար է հրապարակ բերել դա, որպեսզի հող նախապատրաստի ինչի համար։ Անկրակներս հանձնելու, որի հետևանքով ի դեպ հայ-իրանական եւ հայ-վրացական ճանապարհի կարևոր հատվածներ հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Դա էլ ասենք։ Մի հատ